Այսօր առավոտյան ամենայն հայոց կաթողիկոսի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել քննչական կոմիտե, որպեսզի վերացվի խափանման միջոցն ու վեհափառը կարողանա հատել Հայաստանի սահմանը։ Մենք դիմել ենք վերացնելու ակնկալիքով եւ եթե չի վերացնելու, ապա նաեւ փոփոխելու եւ թույլ տալու, որպեսզի այս օրերին վեհափառ հայրապետը հնարավորություն ունենա մասնակցելու այդ հուղարկավորության արարողությանը։ Մայրաթորից հայտնել էին, որ սպասում են արարողության ձևաչափի վերաբերյալ հստակեցումների։ Երեկ երեկոյան արդեն վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանից ստացել են պաշտոնական ծանուցում։ Վեհափառ հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի տեր հանգուցյալ երանաշնորհ պատրիարքին եւ իր վշտակցությունը բերել վրաց ուղղափառ եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայրաթորի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ։ Այժմ քննչական կոմիտեի սեղանին է այդ միջնորդությունն ու Վրաստանից հրավերի թարգմանությունը։ Որոշում կայացնելու համար քննիչը օրենքով սահմանված 7 օր ունի, բայց պատրիարք Իլյա II-ին հուղարկավորելու են այս կիրակի։ Իրենք հասկանում են, որ պետք է արագ արձագանքեն, բնականաբար միջնորդություն ներկայացրել ենք, տեղյակ են, որ քննիչը արդեն ստացել է, եւ եթե բնականաբար իրենք ձգձգեն կամ մերժեն, դա կխոսի նրա մասին, որ թույլ չեն տալիս։ Դա միջազգային մեծ սկանդալ կառաջացնի, ես կարծում եմ, որ նման ծայրահեղ քայլի իշխանությունն այսօր չի գնա, որովհետև սա ուղղակի արդեն այլ բանի մասին կխոսի։ Ըստ վեհափառի փաստաբանի, եթե արգելվի նրա մասնակցությունը հարևան բարեկամական երկրի ազդեցիկ պատրիարքի հուղարկավորությանը, միջազգային հանրությունն ի վերջո կտեղեկանա, թե ինչ անհեթեթ գործով է ընտրվել երկրից չբացակայելու խափանման միջոցը։ Կարեգին II մեղադրյալ դարձավ շուրջ 1 ամիս առաջ կարգալույց հռչակված Գևորգ-եպիսկոպոսին վերաբերող դատական ակտը չկատարելու գործով։ Ես Կտրիչ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես կաթողիկ։ Երեկ Հայաստանի վարչապետն այսպես արձագանքեց հարցին, կստեղծվի հնարավորություն, որ վեհափառը մեկնի Վրաստան։ Փաստաբան Զոհրաբյանը վստահ է, իշխանությունները ցանկանան այսօր էլ կբացեն նրա ելքը երկրից։ Քննիչն է որոշում կայացնելու։ Հասկանում ենք, որ մենակ չի կայացնելու այդ որոշումը։ Որքանով են պնդումները վարչապետի հիմնավոր, որ կաթողիկոսը եւ մյուս հոգեվորականները գործակալական ցանցերի հետ կապում են երրորդ երկրների։ Կտրիչ Ներսիսյանի եղբայրը Սովետական միության KGB-ի գործակալ է եղել եւ այդ փաստը Ազգային անվտանգության ծառայության տնօրենն այսօր խորհրդարանում Հայաստանի վարչապետի ու իշխանական թիմի նախընտրած ձևով արտահայտվեց վեհափառի մասին, անպատասխան թողնելով լրագրողների ճշգրտման փորձերը, արդյոք ԱԱԾ տնօրենն էլ է միացել բարենորոգման շարժմանը։ Կաթողիկոսի փաստաբանը պնդում է այս բառապաշարով ԱԱԾ ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը հաստատեց իրենց ենթադրությունները, կաթողիկոսին գահից իջեցնելու օպերացիան հենց ինքն է ղեկավարում։ Ինչքան էլ նա քաղաքական այդ կուրսը պաշտպանի իր սիրելի վարչապետի։ Դա ճիշտ չէ, դա սխալ մոտեցում է։ Ինքը ի վերջո ազգային անվտանգության ծառայության ղեկավար է, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգության։ Ազգային անվտանգության մարմինների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնում է վարչապետը, սակայն ծառայության ղեկավարը հանրային պաշտոն զբաղեցնող անձ է։ Օրենքը սահմանում է, նա պիտի քաղաքական չեզոքություն ու անկողմնակալություն պահպանի։ Բարևարկությունից բացի Մայրաթորի փաստաբանները նաև իրավական խնդիր են տեսնում։ Հայաստանում Կտրիչ Ներսիսյան անուն ազգանունով մարդ չկա։ Կարեգին II Ներսիսյան, այսպես է գրված նրա անձնագրում, որով եթե թույլ տան, կհատի սահմանն ու թաղման կգնա։